Ապեր մեզ մենակ գիթառն է պակասում։ Գնա ավտոյիցդ բեր չունես։ Չէ։ Էդ ինչ խաբար է։ Ինչ ապ ու շամպիտան իրասես պահում ես ավտոյի մեջ։ Բայց կարևորը զարադիշնիկի լար ունեմ։ Կապելու եմ հայելուց, որ չկորցնեմ։ Վզիցդ կապի, վզիցդ որ չկորի։ Լսում եմ։ Հա, իհարկե։ Շատ լավ։ Հետո վեր։ Հիվանդանոցի բժիշկուհիներ։ Ուր։ Արի գնում են քաղաք, արագացրու։ Ինչի։ Հիմա հարցեր միտ ու դավո ճամփին կասեմ, արի։ Դու ինձ բան չունես ասելու։ Անի, քանի ընտանիքով ենք, խանգարող չկա։ Արի հլի ինձ ասա տենա մետ ովքեր էին։ Ինչ գործ ունեին քո հետ։ Կամ որտեղից ես դրանց գտել։ Կամ вообще ինչ իրավունքով էր հարսի շորը հակդ նստել դրանց ավտոն։ Արա դու լրիվ կացին ես, ես չեմ հասկանում։ Այդքան էլ ասեցինք, խեղճ երեխեն սիստեմի տակ է։ Իրան լավ չի զգում, կհասնենք տուն մի հատ սիրուն ցուցակ կկազմես ու մարդու կնիկ իրար հարց ու փորձ կանեք։ Չէ, պապ ընդհակառակը։ Ինքը հենց հիմի պիտի բացատրություն տա, որ ես իմ հետագա անելիքները իմանամ։ Հետագա անելիքդ արդեն որոշված է։ Դու ինձ խունից մի հանի։ Լսում ես։ Անելիք, մանելիք չգիտեմ, Անին մեր աղջիկն է։ Չէ՞ ցավը տանը։ Ու մենք իր բոլոր թերություններն էլ գիտենք, անգիր գիտենք, տո մատանին դնելուց առաջ էլ գիտեինք։ Հետո Ինչ գիտենք միջև մատանին դնելուց առաջ, որ հարսանիքից փախտելու է, թե ուրիշի ավտով հետս մուկն ու կատու է խաղալու։ Ստոպ։ Ոչ ոք 100%-անոց չի լինում։ Հատկապես դու։ Իսկ հիմա խնդրում եմ դուրս եկեք։ Մենք մայրու աղջիկ խոսելու բան ունենք։ Պապ ջան, չէ էլի։ Էս են հարցն է, որ ես ինքս պետք է որոշեմ, ցավը տանեմ։ Այ կակրաս էս այն հարցն է, որ դու չպետք է որոշես, ինչ ասում ենք, ականջդ կախարա, ու ինչ չներվայնացնես։ Գնա ինչ ես էշդ կապրոն սարքել, գնա էլի։ Հասկանում եմ արձագանքդ։ Ով էլ լիներ քո տեղը, նույն կերպ կվարվեր։ Վախերդ եմ հասկանում, վախերիդ պատճառն եմ հասկանում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա, աղջիկ ջան, չի կարելի։ Բա որ մեր տեղը մի ուրիշ ընտանիք լիներ, կթողեր քեզ ստեղ անտերանտիրական, ինչ է իրանելու։ Բայց մենք հո այդ ընտանիքը չենք, մենք նման ձև չենք վարվի։ Բայց ախր… Սպասի, մի ընդհատի։ Ես գիտեմ, որ դու նորմալ դաստիարակություն չես ստացել, բայց դու մեղավոր չես։ Դու չէիր ուզենա, որ 4-5 տարեկանում անմայր, անհայր մեծանայիր։ Ես հասկանում եմ ամեն ինչ։ Դու մի օր սոված ես մնացել, մի օր կուշտ ես եղել, մանկատանն ես մեծացել, ամեն ինչ հասկանում եմ, մորիցդ չես ստացել այն ջերմությունը, հորիցդ պաշտպանությունը, բայց հիմա բախտդ շողացել է, դու հասկանում ես, մենք ուզում ենք քեզ տանենք, մեր ընտանիքում լավ թագ ու պես պահենք, բայց դու էլ պետք է ինչ-որ բաներ փոփոխես քո մեջ, մեծին մեծ հարգես, ամուսնուդ էլ ընդունես։
մի բան լսում ես, տեսնում ես, չտեսնելու ու չլսելու դաս։ Այդ ընտանիքը։ Դու գիտես, ես բաբկենից սիրում եմ։ Չէ։ Ուղղակի սովորել եմ։ Նենց բնավորության գծեր ունի, մինչև հիմա նյարդայնանում եմ, բայց դե կին եմ։ Պետք է համակերպվեմ ու ինչ արած, այդ ընտանիքը։ Սպիտակ ձիով ասպետների ժամանակը անցել է։ Բա։ Ես Աբգար Մամիկոնի Սամսոնյանս հանդիսանալով անչափահասների խնամքի պետական կենտրոնի տնօրենը սույնով հաստատում եմ, որ ձեռք է բերվել փոխադարձ գաղտնի համաձայնություն Հանի Առնոյի Սարգսյանի խնամակալների Բաբկեն Հայկի Վարդևանյանի եւ Լիդիա Վարդանի Սարիբեկյանի հետ Հանի Առնոյի Սարգսյանի ապագայի տնօրինման հետ կապված։ Ոյ, ես տենց էլ գիտեի, որ իմ ձեռքով ես գնալու Աբգար։ Ինչ փոխանցումներ են, ինչ փողեր են։ Պատասխան ես տալու ստեղ տառապած ամեն երեխու համար։ Դու իմ ձեռքով ես գնալու։ Սխալվեցինք։ Պիտի հետներս բերեինք։ Պետք է տային, որ բերեինք։ Չտեսար այդ Աբգարի կոմունիստ քնոջը։ Դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Կարող է ինչ-որ բան գիտեր։ Դա չէ, Աբգարը չէր պատմի, մենակ իր կաշին փրկելու համար չէր պատմի։ Իսկ կարող է անենա պատմը։ Դինջը։ Դինջ։ Քչախոսա, բայց շատ խորամանկ։ Չհասկացա ախպեր։ Բա որ խորամանկ էլ բերում ենք տուն ինչ անենք։ Հարես լրի վրա դու տղա ջան, մերը դելա խորամանկ, հետո ինչ։ Կանքս ուզում եմ ասեմ, որ կինը պարտավոր է խորամանկ լինել։ Իսկ քեզ այ գժից 5 պակաս հենց անի պես կինա պետք, որ սանձերդ քաշի, քեզնից մարդ դարձնի, մի խոսքով։ Վերևն Աստված, ներքևը ով ուզում է լինի, դու պետք է անի հետ ամուսնանաս, վերջ։ Չեմ հասկանում, չես ուզում ամուսնանաս։ Ախպեր ուզում եմ։ Կյանքս կերակ։ Ուղղակի վախեցել եմ, որ թողեցինք հիվանդանոցում այդքան բան։ Սա միջև մարդ դառնա, ես կծերանամ լուրջ եմ ասում։ Ես էլ հետդ։ Այս 2 րոպե պահի ու արագ հագնվի ժամանակ չկա։ Երևի չեք էլ պատկերացնում ինչ մեծ բան եք անում իմ համար։ Ազիզ ջան, ուզում եմ իրոք երջանիկ լինես, բայց թե ոնց արդեն քո որոշումը։